Իմադուցանեմ դերոջը դովս Քու բոլոր սկանչերիկներդ պիտի բատմեմ Քեզմով ուրախ պիտի ելամ ու ծնծամ Քու անվանդ սաղմոս պիտի երգեմ ով բարձյալ Փայլույս սեր բոլորին բարի եկած ենք բոլորս Աստծո Եկեք այս պաշտամունքը սկսենք ոտքի վրա երգելով երգ թիվ 608-ը երգ թիվ 608-ը Մինչ ոտքի վրա ենք, միասնապար գարտանք փոխադարձ ընթերցում թիվ 7-ը։ Փոխադարձ ընթերցում թիվ 7-ը մեր երգարաներու վերջավորության։ Ինչպես որ կին մարդու չեկավ սպասավորություն ընդունելու, հաբա սպասավորություն ընելու և իր կյանքը շատերու համար փրկանք տալու։ Ես եմ թուրը, եթե մեկը ինձ մե ներս մտնե, պիտի փրկվի ու պիտի մտնե ու ելնե և արոտ գտնե։ Եվ Հիսուս ըսավ անոնց, ճշմարիտ, ճշմարիտ կսեմ ցեզի, թե Մովսես չտվավ ցեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ցեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Հիսուս ըսավ անոր, ես եմ հարությունը ու կյանքը, Անոր ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի։
Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Ան որ կհավատա անոր չդատապարտվիր, եւ ան որ չհավատար անիգա արդեն դատապարտված է, վասնզի Աստուծո միածին որդին անվանը չհավատար։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալություն կհայտնենք քեզի այս առավոտ մեր կյանքերուն համար, գոհություն կմատուցանենք քեզի, որ մեզի անգամ ևս այս արիթը շնորհեցիր Կուտանդ մեջ հավաքվելու, միասնությամբ քեզի բաշտելու, քեզի երկրպագելու եւ քո խոսքդ լսելու։ Ով դեր գաղոթենք, որ այս պաշտամունքը քո առաջնորդությամբ դլա, քո ներկայությունդ մեզի հետ դլա, քո խաղաղությունդ եւ ապահովությունդ թող միշտ մեզի հետ դլան։ Այս բոլորը Հիսուսի անունով գաղոթենք։ Ամեն։ Եկեք մեր նստած տեղերեն երգենք 20-րդ երգը, երգ թիվ 23։ Անգամ ևս սպարիրույսրե բոլորս սպարի եկած ենք Աստծո դունը եւ անոնք, որոնք մեզի Facebook-ի վրա կհետևին, Աստված թող բոլորին օրհնե, զորացնե եւ լավ որ այս պաշտամունքը արիթմը լա մեր հավատքը անգամ ևս ամրապնդելու, մեր սերը զորացնելու, բազմապատկելու Աստծո հանդեպ եւ իրարու հանդեպ։ Այսօրվա մեր հայտարարությունները կգտնվին արդեն ցեզի հետ եղող լրատուներուն մեջ, բայց անգամ ևս կարելի է հիշել, որ եկող գիրակի օգոստոս 23 2026-ին պաշտամունքեն անմիջապես ետք
Եկեղեցին յետևի պարտեզի մեջ Աստծո հրամանով պիտի ունենանք մեր պիկնիկը եւ հանգարց եթե օդը լավ չլա բարի սրահ մտնենք, բայց հույսով ենք, որ օդը լավ լա, եթե նույնիսկ բայցար չէ կոնե անցրև չլա, ուրեմն մուտքի նվեր պիտի ունենանք մեծերուն համար $25, իսկ փոքրերուն 10 տարեկանին վար $10։ Իբրև եկեղեցվով մեծ ընտանիք, եկեք բոլորս միասին վայելենք հաջելի մթնոլորտը եւ համատամ ճաշը։ Կանխահայտ շնորհակալություն բոլոր անոնց, որոնք այդ օրը կամ շաբթվան մեջ նույնիսկ եկեղեցի կանուխ գալով պիտի օգնեն վրանները գազմելու եւ սեղանները պատրաստելու համար։ Շատ շնորհակալ ենք այն ծառայող ցերկերեն եւ անձերեն, որոնք սիրահոժար գերբով գործեն լավ գերբով իրենց լավակույնը անել Աստծո փառքին համար այս դարեգան պիկնիկը պատրաստելու։ Գիտեք, գործը շատ է, անոնք որոնք պիտի քնեն, անոնք որոնք պիտի եփեն, անոնք որոնք սեղանները պիտի շտկեն եւ ուրիշ այլազան ծառայություններու համար շնորհակալ ենք Տողերը օրհնե եւ բարձրահատույց լա։ Եվ այս արիտով գուզենք ասել, որ անոնք որոնք գրնան այդ օրը կանուխ գալ, գիրագի արդու կանուխ գալ, կոնե 1 ժամ, 1.5 ժամ, որ կարելի լա յետևի պարտեզին մեջ սեղանները շտկել եւ վրանները դասավորել։ Կանխահայտ շնորհակալություն բոլորին։ Թեպետ լրադուին մեջ չենք դրած այս շաբաթ, բայց դարձյալ գուզենք հիշեցնել սեպտեմբեր 16-ի ուրեմն ներողություն սեպտեմբեր 19-ի հավաքը, որ Կինգսթոնի մեջ տեղի ունենա Կանադայի ավետարանչական ընկերակցության կողմէ, ուրեմն early bird վճարումը մինչև սեպտեմբեր 1 է, անոնք որոնք կփափակին այդ օրը ներկայալալ, թող բարեհաջին դեսնել դիգին Ալիս Հաջյանը պաշտամունքեն ետք, որբեսի մանրամասնություն ունենան վճարումի նկատմամբ։ Դարձյալ ինչպես ամեն շաբաթ շնորհակալություն կհայտնենք, անգամ եւս ցեզ մենք շնորհակալ ենք ձեր սիրահոժար նվերներուն համար, մանավանդ անոնք, որոնք մասնավոր նվիրատություններ կգադարեն եկեղեցիս, մանավանդ եկեղեցվո Կովիսենյակի տանիքին շինության համար։ Ասիկա կարևոր ուրեմն կարևոր ասենք թեփք մնեք, որ դեղի ունենա, որ այնպես որ երբ որ անձրևները ու կան ճուրերը գվազեն եւ պետք ունենք շատ արագ շինության։ Անորոմար անոնք որոնք սիրահոժար նվիրատություններ գնեն, թող դերը օրհնե իրենց եւ բարձրահատույց լա։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Հովանու ավետարանի 10-րդ գլխուն առաջին 10 համարները։ Ավետարան ըստ Հովանու 10-րդ գլուխ առաջին 10 համարները։ Ճշմարիտ կսեմ ցեզի, անոր թռնեն չի մտներ ոչխարներուն փագը, հավա ուրիշ տեղ է, անիգա քող է ու ավազակ է։ Բայց անոր թռնեն գմտնե, անիգա ոչխարներուն հովիվն է։ Թռնաբանը գփանա անոր եւ ոչխարները անոր ցայնը գլսեն։ Ու իր ոչխարները անունով կկանչե եւ դուրս կհանե զանոնք։ Երբ իր ոչխարները կհանե, անոնց արջևեն գերտա ու ոչխարները անո իր յետևեն գերտան։ Վասնզի անոր ցայնը գջանշտան։ Սակայն օդարի յետևեն չեն երթար, հաբա անգե կփախչին։ Վասնզի օդարներուն ցայնը չեն ճանչնար։ Հիսուս այս արագը ըսավ անոնց, բայց անոնք չէին իմանար, թե ինչ էր, որ իրենց կխոսեր։ Հիսուս նորեն ըսավ անոնց, ճշմարիտ կսեմ ցեզի, ես եմ ոչխարներուն թուրը։ Ամեն անոնք, որ ինձ մե առաջ եկան, քող ու ավազակ էին, բայց անոնց չլսեցին ոչխարները։ Ես եմ թուրը,
Եթե մեկը ինձ մե ներս մտնե, պիտի փրկվի, ու պիտի մտնե, ու ելլե, և արոտ գտնե։ Քողը ուրիշ բանի համար չի կար, այլ միայն քողնալու և սպաննելու և գործընծնելու համար։ Ես եկա, որ կյանք ունենան և ալ ավելի ունենան։ Թող Տերը օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Սիրելի բաշտերի մեր Աստվածը, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, որքան շնորհակալ ենք այսօր քեզ մի անգամ ևս, որ մեզի կյանք տվիր, մեզի այս շնորհքը տվիր, որ կարողանանք հավաքվել մեկ տեղի մեջ, ինչպես քո խոսքդ կպատվիր է։ Եվ այս մեր հավաքվելովը կարողանանք քեզի բաշտել, կարողանանք քեզի ավելի մոտենալ, կարողանանք քեզի ավելիով ճանչնալ, որովհետև քո փափակդ այդպես է, որ մենք օրեօր ավելի մոտենանք քեզի, ավելի նվիրվինք, հանձնվինք, վստահինք քեզի ամեն օր։ Անորոմար հավաքված ենք այս հավատքով և այս հույսով, որ ամեն անգամ որ գուքանք քո առջևդ տուն հոն ներկա ես։ Անորոմար գուքանք ով դեր նաև մեր անձերը քո առջևդ բերելով։ Շնորհ կրե մեզի ով դեր և անգամ ևս ներե մեզի մեր բոլոր մեղքերեն, մեր հանցանքներեն և մեր սխալներեն, մեզի սրբե մաքրե, որպեսզի կարող լինենք քո առջևդ կենալ, որովհետև դու սուրբ Աստված ես, և գագնգալես ու բահանջես, որ քո զավակներդ, քո եկեղեցիդ, քո հարսդ սուրբ և մաքուր լան։ Անորոմար գաղոթենք, որ մեր մեջ սուրբ և մաքուրը լալու փափակը տնես և ավելցնես օրեօր, որպեսզի նմանինք քո որդվույթ Հիսուս Քրիստոսի, որ անփից ու մաքուր էր, որպեսզի կարողանանք քեզի հաճելի լալ։ Անորոմար գաղոթենք ով դեր, որ մեզի այս շնորհքը ընես, թեպետ որ մենք մարդ ենք և դգար ենք, բայց քո շնորհքդ անսահման է։ Գվստահենք քեզի և գվստահենք քո շնորհքիդ։ Գուքանք քո առջևդ ով դեր, դարձյալ քո խոսքիդ համեմատ, և մեր հոգերը, մեր մտածումները, մեր խորհուրդները, մեր ծրագիրները բոլորը քո առջևդ կտնենք։ Գաղոթենք ով դեր հիվանդներու համար, հատկապես մեր մեջ գտնվող հիվանդներու համար։ Գաղոթենք ով դեր, որ գադարյալ բուժում դաս, գաղոթենք, որ համբերություն դաս, և գաղոթենք ով դեր, որ մեզի առողջ մարմիններ դաս, որպեսզի առողջ մարմինով և առողջ մտքով կարողանանք շարունակել մեր կյանքը քեզի բաշտելով, քեզի հետևելով։ Մեր հոգերը քո առջևդ կտնենք, այն ինչ բան, որ մեզի կմտահոգե, քո առջևդ կտնենք։ Եթե գործի մեջ դժվարություններ ունենք, քո առջևդ կտնենք։ Եթե տրամական դժվարություն ունենք, քեզի գուքանք։ Եթե հարաբերական դժվարություններ ունենք, դունի մեջ խնդիրներ ունենք, մեր զավակներուն հետ, մեր ծնողներուն հետ, մեր եղբայրներուն և քույրերուն հետ, այդ բոլորը քո առջևդ կտնենք։ Գիտենք, որ լուծումը քո կողմդ է,
Անորոմար գաղոթենք, որպեսզի խոնար սիրտ տաս։ Գաղոթենք, որ մեր մեջը քո սերը տնես, որպեսզի կարողանանք սիրել մեր շուրջի եղողին այնպես, ինչպես դու մեզի սիրեցիր։ Միապանությամբ գաղոթենք, ով Տեր, այս աշխարհի խաղաղության համար, որ քո խաղաղությունը ղրգես եւ խաղաղեցնես այս աշխարհը իր փոթորգոտ վիճակին։ Գաղոթենք մեր ժողովրդին համար, հայ ժողովրդին համար, գաղոթենք Հայաստանի համար եւ Սփյուռքի համար, որ բոլորին հետ լաս, քո խաղաղությունը եւ սերդ մեզի հետ լա, համերաշխությունը լա Հայաստանի մեջ։ Գաղոթենք, ով Տեր, մեր սահմաններուն համար, որ բահես եւ պաշտպանես։ Գաղոթենք մեր հավատքին համար, որ հայ ժողովրդին հավատքը անգամ եւս ամրապնդես եւ զորացնես։ Քեզի հանդեպ շնորհ կնես, որ մեր հավատքը չգործընծնենք, մեր հույսը քո վրա տնենք, գիտնալով, որ մեր բոլոր խնդիրներուն լուծումը քեզ մեգու կա, որովհետև քեզի համար անգարելի բան չի կա։ Գաղոթենք, ով Տեր, այս եկեղեցին համար, որ քո ցերկդ երկարես, շնորհ կնես այս եկեղեցի մեջ գտնվող անդամներուն համար, ընտանիքներուն համար, դարեցներուն համար, զավակներուն համար, փոքրիկներուն համար։ Գաղոթենք, որ քո հայրական սիրո ցերկդ հովանի ելա բոլորին։ Առողջությունը մեզի հետ լա, ով Տեր։ Հաջողություն դաս բոլորին։ Շնորհք եւ ողորմություն ունես։ Փածված թրները, ով Տեր, ինչ որ գաղոթենք, որ փած մնան։ Իսկ այն թուրերը, որ քոց են, քու գամքիդ համաձայն գաղոթենք, որ փածվին այդ թրները, որովհետեւ քո անունդ փառավորվի եւ մեծարվի, ով Տեր։ Շնորհակալ ենք քեզ մի անգամ եւս։ Այս պաշտամունքը կհանձնենք քեզի, մնացած բաժինները։ Գաղոթենք, որ քո խոսքդ զորությամբ լա, քո խոսքդ Սուրբ Հոգի օծումով լա եւ կարողանաս մեր ականջները փանալ քո խոսքի դարձով, որովհետեւ խոնարհությամբ ընդունենք եւ գադարենք։ Շնորհակալ ենք քեզ, ով Տեր, անգամ եւս գկոհանանք քեզ մե։ Փառքը, բադիվը, երկրվակությունը գվայլե քեզ։ Ամեն։ Մեր այսօրվա վերջին երգը միասնապար երգենք ոտքի վրա, երգ թիվ 141, երգ թիվ 141։ Մենք ալ գրտենք
սիրալուր, դեր նգանչե եգուր, ոհիչ կաց պիդի ըլահրջվանք, և պրգիչ կեզի հետ միանան, և վայելենք թեմքիտ լույս նաշեջ, մեյեկնային դան մեջ։ Հրամեցեք։ Դարձյալ բարի եկանք բոլորս Աստծո տանը մեջ։ Մեծ շնորհք է, որ Աստծո տանը մեջ կհավաքվենք իրեն օրհնելու, իրեն երկրպագելու, որովհետև մեր Աստվածը արժանի է բոլոր փառքի եւ բադիվի։ Մենք այսքե երկու շաբաթներ առաջ խոսեցանք նյութի մասին, որ էր Հիսուս աշխարհի լույսը։ Եվ խոսեցանք այն ժամանակ ադամանդի մասին, որ ադամանդը որքան ալ արժեքավոր լա, առանց լույսի երբեք չի փայլիր։ Փոքր մոմի լույսը այդ ադամանդին գեղեցկությունը գծոլացնե։ Ուրեմն Քրիստոս իբրև աշխարհի լույսը մեր յանքերը գծոլացնե։ Մենք ալ արժեքավոր ենք ադամանդի նման Աստծո աչքին, բայց այս խավար աշխարհի մեջ չենք փայլիր։ Մինչև որ Քրիստոսի լույսը չունենանք մեր մեջ։ Այսօր պիտի սերդենք Հիսուսի ուրիշ ըսած խոսքը, եւ այդ ալ այս է. Ես եմ թուրը։ Ես եմ թուրը։ Հիսուս 7 արիտներով Հովանու ավետարանին մեջ գահայդարար է ես եմ։ Եվ այս եկող ժամանակը միասին պիտի խոսենք այս եսեմներու մասին։ Ուրեմն այսօրվա մեր երկրորդ նյութն է ես եմ թուրը։ Աշխարհի ամենամեծ թուրը գտնվի Ամերիկա եւ NASA ընկերության կպատկանի։ Այս թուրը 139 մետր է։ 139 մետր։ Մոտավորապես 45-50 հարկնոց շենքիմը երկայնությամբ։ Եվ այս թուրը փանալ եւ կոծելու համար 45 վայրկյաններ պետք են։ Որովհետև 3 բաժիններ կան եւ այդ 3 բաժինները պետք է բացվին եւ NASA-ի հրթիռը դուրս պետք է ելնի այդ շենքեն եւ այդ թուրը ետ կոծեն։ Աշխարհի ամենամեծ թուրն է։ Ամեն մեկ դեր իր թուրը ունի։ Հիմա մենք բոլորս այս եկեղեցին մտանք, դերը մներս մտանք։ Այդ դերը միշտ բաց չէ, որովհետև այդ դերը թուր մը գա։ Շատերս երևի թուրեն մտանք, շատերս կողմի թուրեն մտանք, բայց թուրեմը մտանք։ Թուրը բաց էր եւ մենք կարող եղանք մտնել։ Թուրը երկու դեղի իրար մեկը բաժն է։ Այս եկեղեցին բարակային թուրը գբաժն է թուրսի ճամփայեն
եւ ներսի այս սրահեն։ Թուրը բաժանումն է երկու դարբեր միջավայրերու։ Մեր դուները թուրեր ունին։ Բիդի ուզեի քնանալ դան մեջ, որ թուր չի գա։ Դուք երբ ճիշերը պիտի քնանաք, ուշադիր գլակ, որ ձեր թուրերը գղբված են։ Ինչու համար։ Որովհետև եթե գղբված չեն, ապահովությունը կգործընծնեք։ Անոնց համար ձեր թուրերը լավ կգղբեք։ Հիմա տեխնոլոգին առաջ կացած է եւ մեր թուրերուն առջև նույնիսկ կամերաներ կան։ Անոնք, որոնք շենքի մեջ են, նույնիսկ վառը կամերաներ կան։ Եվ եթե մեկը զանգը զարնե, նույնիսկ եթե դունը չենք, ուր որ ենք մեր հերացանի վրա գրնանք գիտնալ ով է խոսողը, ով մեր թուրին զարգավ, եւ գրնանք հետը հաղորդակցին։ Թուրը մեզի ապահովություն կտա։ Մեր այսօրվա գարտացած հատվածի մեջ Հիսուս քեղեցկորեն թուրի մասին կխոսի եւ գսե ես եմ թուրը, բայց ինչ թուրի մասին է ասիգա, որ Հիսուս կհայտարարի եւ գսե ես եմ թուրը։ Հիսուս չսեր ես թուր մնեմ, այլ գսե ես եմ թուրը։ Սա կնշանակե, որ ուրիշ թուրեր գոյություն չունին, որովհետև Հիսուս կխոսի միան մեկ թուրի մասին եւ գսե այդ թուրը ես եմ։ Եվ այդ իր խոսքին մեջ կհայտարարե, որ այդ թուրը մտնելով է, որ ովևէ անց փրկություն կստանա։ Բայց քեղեցկությունը այն է, որ Հիսուս այստեղ չվերջացներ, բարձրապես ասելով ես եմ թուրը։ Գշարունակե իր խոսքը եւ գսե եթե մեկը ինձ մե ներս մտնե, պիտի փրկվի։ Ու պիտի մտնե, ու ելլե եւ արոտ գտնե։ Հովաննոս 10:9։ Սա կնշանակե, որ այս ծրնեն մուտքը մեզի առաջնորդ է ուրիշ տեղը։ Ինչպես որ մեկ թուրեմը երբ մտնես, քեզի ուրիշ միջավայր մը գտանի, ուրիշ դեղ մը գլա։ Հիսուսի մեջ են մտնելով, իբրև թուրը, մենք գմտնենք դարբեր միջավայրի մեջ։ Դեսնենք, թե Հիսուս ինչ կուզե, որ մենք փորձառություն ունենանք, երբ մուտք կգործենք այս թրնեն։ Այս խոսքի մեջ Հիսուս 3 բաներ գսե։ Եվ այսօր թույլ տվեք, որ այս 3 բարականերուն մասին ցեզի հետ բաժնեկցիմ։ Առաջինը գսե, եթե մեկը ինձ մե ներս մտնե, բիդի փրկվի։ Այս առաջին փորձառությունն է։ Այս սկիզբն է։ Թուրեն ներս մտնելու սկիզբն է։ Եվ ամենամեծ օրհնություն բերողն է։ Մեր հոգիներու փրկությունը կսկսի, երբ գմտնենք այս ծրդեն, որ Հիսուս ինքն է։ Շատեր կյանքի մեջ կփորձեն թուրեր շինել։ Այն հույսով, որ այդ ծրներեն երբ մտնեն, իրենց կյանքերը կգնան փոխվել։ Թեկուզ որ կյանքերը փոխվին, բայց հոգին չի փրկվիր։ Շատերը թուրեր կշինեն
լավ եւ բարի գործեր անելով, ինչ որ քեշ բան չէ։ Շատերը դուրեր կշինեն լավ բնավորություն ունենալով, կամ գրոնասեր լալով, եկեղեցի հաճախելով, շատերը դուր կշինեն իմաստություն ավելցնելով, իսկ ուրիշներ թրամ ավելցնելով։ Այս բոլորը լավ բաներ են, վատ բաներ չեն, բայց այս տեսակ թուրերը մեր հոգիներուն փրկություն չի դար։ Մեր հոգիներու փրկությունը միան մեկ թուր կա, որուն մեջ են անցնելով գնանք ունենալ։ Եվ այն ալ Հիսուս Քրիստոս ինքն է։ Ճիշտ անոր համար Պետրոս Արաքյալ հայտարարեց եւ ասավ. ուրիշ մեկով փրկություն չկա, վասնզի անգեզատ ուրիշ անուն մը չկա երկնքի տակ մարդոց մեջ դրված, որով կարող լանք փրկվել։ Գործարակելոց 4:12։ Պետրոս Արաքյալ եթե պիտի հասկանանք այսօրվա նյութով, Պետրոս Արաքյալի ասածը, Պետրոս Արաքյալ գսե ուրիշ թուր չկա, որուն մեջ են գրնանք մտնել, որովհետև աշխարհի վրա ուրիշ թուր չկա մարդոց մեջ դրված, աշխարհի մեջ գտնված, որ այդ թուրեն մտնելով մեր հոգիներուն փրկությունը կստանանք։ Ուրիշ թուր չկա, բայց միան մեկ թուր կա։ Ավետարանը շատ հստակ է։ Մենք մարդկությունս, մենք մարդ արարածներս մեղավոր ենք, մեղավորներ ենք, իսկ Հիսուս Քրիստոս միակ փրկիչն է։ Սա ճշմարտությունն է, որ գա եւ հավիտյան պիտի մնա։ Որ մենք այս աշխարհ եկանք մեղավոր, բայց արիթ մոնինք փրկության։ Եվ այդ արիթը դվողը մեզի միակ թուրն է, Հիսուս Քրիստոս, որուն մեջ են անցնելով գրնանք մեր փրկությունը ունենալ։ Հիսուս կսե, եթե մեկը մտնե ովևէ անցի գուտա այդ ազատությունը մտնելու կամ չի մտնելու, եթե մեկը ինձ մե ներս մտնե, ասիկա ուրախ լուր է, բարի լուր է ցեղոմը, քաչայրական է, որովհետև կարևոր չէ որ դու ով ես, կարևոր չէ որում զավակնես, կարևոր չէ ինչ ուսում ունիս, կարևոր չէ որքան տրամ ունիս, կարևոր չէ որքան առողջ ես, ովևէ մեկը, եթե մեկը ինձ մե մտնե, եթե մեկը այս թուրեն մտնե, ովևէ մեկը, որ երբեք գախյալ չէ քու իրավիճակետ, եթե մեկը ուզե մտնել, եւ գշարունակե Հիսուս եւ գսե բիդի մտնե ու ելլե։ Այսինքն այդ թուրը իրեն ցևով մը արիթ կուտա հանկիստ կերպով այդ թուրեն մտնելու եւ ելլելու եւ հիմա պիտի տեսնենք ինչու պետք է ելլե, ինչու պիտի մտնե եւ պիտի ելլե, որովհետեւ եթե գրտանք բարբերությունը, կոնտեքստը, կհասկանանք որ Հիսուս մեզի կխոսի հովիվի մասին, հովիվի պատկերը կուտա եւ Աստծո հրամանով մեր հաջորդ քարոզը պիտի ելա Հիսուսի ասած խոսքը, որ ասավ ես եմ բարի հովիվը։ Այնպես որ այս շարքերը մի փախցնեք, հետևեցեք եւ ադիգա մեծ օրհնություն կլա մեր բոլորին։ Հիսուս ինքնին կնմանցնե բարի հովիվին, որ երբ ոչխարները գմտնեն այդ թռնեն, իրենց ապահովությունը կստանան։ Եվ այդ հովիվը ճիշտ ժամանակին
Ոչխարները դարձել այդ թուրեն կհանե եւ այդ թուրեն յետ կմցնե։ Կարևորը այն է, որ ամեն անգամ որ գմտնենք եւ ելնենք այդ թուրեն, մենք առաջնորդ ունենք, որ Հիսուս ինքն է, որ մեզի այդ թուրեն գարաչնորդ է մտնելու եւ ելնելու։ Այն որ թուրը եղավ, նաեւ մեր հովիվը եղավ։ Ուրեմն քրիստոնեական հավատքի կյանքը հետևելու կյանք է։ Բիդի հետևիս։ Երբ թուրեն ներս կմտնես, չես կրնալ ասել ես ազատ եմ ուզածս կնեմ։ Թուն հովիվի միդի հետևիս։ Հովիվը գիտե քեզի երբ դուրս պիտի հանե եւ երբ դուրս պիտի մտցնե։ Հովիվը գիտե քեզի ուր պիտի դանի եւ ուր պիտի չի դանի։ Ուրեմն թուն հետևող ես։ Երբ հետևող չես ըլլար, կգործվիս։ Գործված ոչխարի կնմանիս։ Եվ ադոր մասին մեր հաջորդ քարոզին մեջ ավելի պիտի կենտրոնանանք։ Շատ անգամներ այդ դուրսի վիճակները թյուրին գլան, շատ անգամներ դժվար գլան, շատ անգամներ լեր գլա, մակլցիր պետք է, շատ անգամներ ծոր գլա, իջնել պետք է, կյանքի մեջ տարբեր բարականեր կան, ադեներ չենք հասկնար, որ ուր գերտանք, մեր առաջնորդը մեզի ուր գդանի, ուր գարաչնորդ է, բայց մեկ բան գիտենք եւ մեկ բան հստակ է մեզի, Դավիթի նման, որ 20-րդ Սաղմոսի մեջ այսպես ասավ, թեև մահվան շուքի ծորին մեջ ալ բդդիմ, չարեն պիտի չի վախնամ, ինչու, որովհետև թուն ինձի հետ ես։ Այս է ապահովության բանալին, երբ մենք հովիվին հետ ենք, այդ թուրեն ներս մտնելով ազատ չենք այլևս, ազատված ենք մեղքեն, ազատված ենք խավարի իշխանութենեն, բայց ազատ չենք ուզածնիս ընելու, մենք կանչված ենք մեր հովիվին ցայնը լսելու եւ հետևելու։ Բայց իրականության մեջ փուն ազատությունը ասիկա է։ Երբ կհետևիս մեկումը, որ քու փարիքդ կուզե, երբ կհետևիս մեկումը, որ քու խաղաղությունդ կուզե, երբ կհետևիս մեկումը, որ քեզի կյանք կուզե դալ եւ հավիտենական կյանք կուզե դալ, իսկական ազատությունը հոն է։ Որովհետև խաղաղությունը, հանգստությունը եւ փրկությունը հոն է։ Եվ մենք ազատ ուզենք լալ այս բոլորը ունենալու։ Բայց Հիսուս Քրիստոս այս բոլորը գուտա։ Գմնա որ ես եւ տուն իրեն հետևինք։ Այս թուրին ներս մտնելը մեզի արիտը կփանա, որ մենք այս անձը ճանչնանք, մեր փրկիչը ճանչնանք։ Իսկ երրորդը, որ Հիսուս խսե, պիտի ելնե ու մտնե եւ արոդ գտնե։ Սա ամենագեղեցիկ խոսքերեն մեկն է։ Ինչու համար գմտնենք կելենք, արոդ գտնելու համար, մեր պետքերը գտնելու համար, մեր հոգին պետքերը գտնելու համար։ Եվ այս արոդը իր նախապատրաստությունն է։ Ինքն է որ գիտե, որ արոդը մեզի սնունդ կուտա։
Ինքը գիտե մեր պետքը։ Ինքը գլեցնե։ Ոչխարները մտահոգված չեն լար, թե ուրգե արոտ պիտի գտնեն, անիկա հովիվին կործն է։ Հիսուս ինչ որ գսորվեցնե մեզի այն է, որ մեր հոգիները ստեղծված են և մեր հոգիները պետք մը ունին։ Եվ այս աշխարհը մեր հոգիներուն պետքը չի գրնալ լեցնել։ Մենք յուրաքանչյուրս պետք ունենք, անոթի ենք, ծարավ ենք, խաղաղության, սիրո, ներողամտության, մենք անոթի ենք և ծարավ ենք ապահովության, պատկանելիության, հույսի, ինչ որ աստվածային է, ինչ որ երկնային է, այս բոլորին մենք պետք ունենք և այս աշխարհը մեզի այդ բոլորը չի գրնար դալ, նույնիսկ եթե դա ժամանակավոր է, բայց Աստծո դվածը հավիտյան է և արժեքավոր է, երբեք գախյալ չէ պայմաններու հետ։ Այս բոլորը մենք աշխարհի մեջ չենք գտներ։ Շատերը գխապվին և այս արոդը գուզեն գտնել տրամի մեջ, կորզի մեջ, հաճողության մեջ, զորության մեջ, հեղինակության մեջ, բայց այս բոլորը նույնիսկ որ դան ժամանակավոր գտան։ Հիսուս ինքը գիտե ճիշտ սնունդը ուր է, ճշմարիտ արոդը ուր կգտնվի։ Շատերս գինանք այդ ծուղագին մեջ, որ գմտնենք թռնեն, բայց ուրիշ տեղեր կփորձենք արոդ գտնել։ Արոդը միայն մեր դերը գիտե ուր է։ Իր առաջնորդությամբ է, որ ճիշտ արոդին կհասնենք։ Փարի հովիվն է, որ իր ոչխարները քեղեցիկ արոդներու առաջնորդ է։ Դեսել եք հովիվը իր ոչխարները անաբադ կդանի։ Հովիվը գիտե իր ոչխարները ուր պիտի դանի, որովհետեւ անոնք իրենց արոդը գտնեն։ Ամենակեղեցիկ ճշմարտությունը այն է այսօրվա հատվածին մեջ, որ Հիսուս կսե ես եմ թուրը։ Ճշմարտությունը այն է, որ թուրը ինքն է և ոչ թե թուրմն է ինքը։ Միայն իր միջոցով կարող ենք խաղաղությամբ մտնել և խաղաղությամբ ելնել։ Եվ այս հարցումը մեզի գուկա այսօր յուրաքանչյուրիս ասելու, մեր բոլորին և անոնք, որոնք մեզի հետ կմիանան, այսօր ուր գեցած ես տուն։ Արդյոք թուրին արջևն ես, արդյոք բարձավես կտիդես թուրը, որքան քեղեցիկ է այս թուրը, գհյանաս, գզմայլիս, բայց հոն ես, թուրին արջևն ես։ Արդյոք մտար, թուրեններս։ Այսօր ասոնք բոլորը հարցումներ են, որ մեր արջևը մարդահրավեր կգարտան, որ մենք ուր ենք և ինչ գնենք այս թուրին հետ։ Թուրը վերջավորությունը չէ, ճիշտ հագարակը, թուրեն մտնելը երկար ճամփորդության մը սկիզբն է։ Ճիշտ հոն է, որ կսկսի ամեն բան Քրիստոսի հետ, բայց ան պետք է լա իր առաջնորդությամբ, երբ մենք կհետևենք իրեն սիրահոժար, խոնարհությամբ, հնազանդությամբ, գագուղ սրտով, փած ականջով, երբ կհետևենք իրեն, այն ժամանակ
գտնենք արոդը։ Եկեք ունենանք այն ուժը, այն զորությունը, այն քաջերանքը, որ մտնենք թռնեն ներս եւ լսենք, մտի գնենք մեր հովիվին ցայնին, որ մեզի առաջնորդ է թեպի խոդավետ արոտները։ Ժամանակ չվատնենք թուրին արջև գենալով, այլ այդ թուրեն ներս մտնելով նոր կյանքը ստանանք, նոր ինքնությունը ստանանք եւ լավ որ այդ փորձառությունը մեր հավատքը նորոգ է, մեր վստահությունը նորոգ է Աստծո հանդեպ եւ դերը մեզի շնորհք կուտա, իմաստությունը կուտա, որ իրեն վստահելով կարողանանք հետևել այդ թռնեն ելնելու եւ մտնելու, ինչպես որ ինքը գուզե եւ ինչպես որ ինքը գարաչնորդ է։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի։ Տեր Հիսուս Քրիստոս, որքան շնորհակալ ենք քեզ այս ճշմարտության համար, որ մեզի հայտնած ես քո խոսքիդ մեջ են, եւ այսօր մեզի անգամ եւս հիշեցուցիր, որ դու ես թուրը, եւ այս թուրը մեզի կհրավիրե, մեզի ամեն օր կհրավիրե իր մեջ են մտնելու, որովհետև այս ծրան մեջ մտնելով մենք ունենք մեր փրկությունը, մենք կգտնենք մեր հոգին խաղաղություն եւ հանգստությունը, եւ վստահելով մեր հովիվի ցայնին, հետևելով իրեն կարող ենք այս ծրնեն ելնել եւ մտնել, որովհետեւ մեր հոգիները կշտանան այն ինչ որ դու մեզի գուտաս, անորամար շնորհքը դուր մեզի ով Տեր, վստահելով քեզի, որ չսպասենք այս տրան արջև, այլ ընթարաչենք քո հրավերից եւ մտնենք այս ծրնեն ներս։ Շնորհակալ ենք քեզ ով Տեր, գմտնենք այս ծրնեն ով Տեր, գմտնենք այս ծրնեն, այս քեղեցիկ ծրնեն, շնորհակալ ենք քեզ քո դված փրկությանդ համար մեզի, քո դված խաղաղությանդ համար մեզի, քո դված հանգստությանդ համար մեզի, փառք կտանք քեզի, մեր կյանքերը քեզի կնվիրենք ով Տեր, փառք, բադիր, երկրպագություն գվայել է քեզի, ամեն։ Ինչ նստած ենք, ժամանակն է, որ մեր սիրո նվերները Աստծո տանք։
Եկեք մեր այսօրվա պաշտամուկը ավարտենք տերունական աղոթքը երգելով ոտքի վրա։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես արքայություն քո, Եղիսին գամ քո, որպես երգինս և երգրի, սած մեր անաբազոր դուր մեզ այսօր, թող մեզ զվարդից մեր, որպես եմեք թողուք մերոց արդաբանած, և մի դահանիր սմեզի փորձություն, Զիքոյ է արքայություն և զորություն և փառք Հավիդյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստծո անպատմելի սերը և Հոգին Սրբո հաղորդակցությունը ու բահաբանությունը ձեր բոլորին հետ լա, այս հավատքի թռնեն ներս մտնելով մեր հավատքը անոր կամքին համեմատ ապրողներ ըլլանք։ Ամեն։